Աստված իր խոսքը ուղարկում է եւ մեզ բոլորիս մեր վիճակների մեջ բժշկում է, բայց նաեւ Հռոմեացիների 7-րդ գլխում այսպես համար էլ կա գրված, ասում է, երբ որ պատվիրանը վրաս հասավ, մեղքը ողջնցավ, եւ ես որ ատեն մեկ կենդանի էի մեռա։ Ձելներ, մեր հոգեվոր կյանքը, լուրջ հոգեվոր կյանքը, իրական հոգեվոր կյանքը սկսվում է հենց այն պահից, երբ որ մարդը անկեղծ իր սիրտը բացում է Աստծո խոսքի առաջ։ Եղբայրը, որ խոսում էր, դա արդեն բժշկության հատվածն է, բայց այդ խոսքը նախ պետք է մեզ ցույց տա, որ մենք հիվանդ ենք։ Ինքը վիրավորում է, ինքը նաև փաթաթում է։ Հիմա ճամբարում հետաքրքիր է ընթացքը, դուք էլ տեսած կլինեք, առաջի օրերին մի քիչ խոստովանությունները քիչ են, որտեղ նոր եկել ենք, խոսքը հələ տենց չի գործել, բայց գնալով օր-օրի վրա, երբ որ մենք լսում ենք խոստովանությունները, զրույցները, տեսնում ենք, որ խոսքը աշխատում է։ Ճիշտ է, կարող է շատ քչերին է հետաքրքրում, քիչ են այդ մարդիկ, բայց կան, մեր օրերում էլ կան երիտասարդներ, ովքեր անկեղծ են, ովքեր կարող է որ եկել էին ճամբար, չէին որոշել, որ պետք է անկեղծանան, սրտերը բացեն Աստծո խոսքի առաջ, բայց ստացվավ, չգիտեմ ոնց եղավ, ստացվավ, սրտները բացեցին, Աստծո խոսքը ներս գնաց, պատվիրանը վրա հասավ, պատվիրանը վրա չի հասնի, դու քեզ արդար կտեսնես, ինչպես Վարդան եղբայրը երկու դասերին շատ Տիրոջ օգնությամբ մատչելի բացատրում էր մեզ մարդկային արդարության եւ աստվածային արդարության տարբերությունը։ Եթե ես թույլ չեմ տվել, որ Աստծո խոսքը ներս գա, կամ մի քիչ եմ թողել, այնքան որ սկզբից խոստովանում ենք թեթև բաներ, երեխեքի վրա ենք ջղայնացել, տան փոքր երեխեքի, երկու հատ սուտ ենք խոսել, այդքան ենք թողել, որ խոսքը առաջ գնա։ Հələ էլի օրեր կան, կարող եք ավելի անկեղծանալ, կարող եք ավելի ձեր սիրտը բացել, գիտեք, մեր սրտերում այն ինչից, որ մարդը ապրում է, հենց դրան վտանգ է զգում, հետի պահում է։ Հետո որ հետևից գալիս են, գիտի որ դիգան ստուգեն տունը, ասենք տան մեջ պահելը, գիտի որ պետք է գան խուզարկեն, ավելի խորը տեղ է պահում, կարող է տանի հողամասում խորի թաքցնի։ Մենք էլ ենք տենց, գիտեք, ժողովուրդ ջան, որ գալիս ենք Աստծո ներկայության մեջ պաշտամունքի, տեսնում ենք, որ խոսք կա, ոնց որ այս խոսքն էլ մեր մասին ամեն ինչ գիտի, Եբրայեցիների 4-րդ գլխում այդպես էլ գրած է, ամեն բան հայտնի է, ծածկված բան չկա Աստծո խոսքի առաջ եւ մեր հաշիվն էլ իրան պետք է տանք։ Հիմա լնում է, որ Աստծո ներկայությունը կա, խոսքը կա, ես զգում եմ, որ կա, մի երկու բան ջրերես հանեց, էդի խոստովանում եմ, բայց այն ծածուկում, պահում եմ այն կարևորը, որից ես ապրում եմ։ Ինչպես եղբայրը բացատրում էր, դա մեր արդարությունն է, բայց Երանի այն երիտասարդին, եւ զարմանալի է, եւ մենք շատ ուրախ ենք, որ այո, կան այդպիսի երիտասարդներ, որ զրույցների ժամանակ երևում է, որ լրիվ անկեղծ են, ճանապարհն են ման գալի, իրանց սիրտը լրիվ են բացել, Աստված են խավար անկյունները հասցրել է իր խոսքը, մարդիկ զղջացել են, խոստովանում են, բայց ճանապարհ են ման գալի, Երանի այդ երիտասարդներին, որոնց կյանքում սկսվել է մեղքի պատերազմ։ Սիրելի երիտասարդներ, այդ մեղքի պատերազմը մի վախեցեք, ինքը վերջ ունի, ինքը հավերժ չի տևում, բայց լավ է, որ երիտասարդը այդ ընթացքը անցնի։ Դա երիտասարդին կտրում է իր հպարտությունից, իր երևակայություններից, իր երևալուց, այն ինչ որ մեր մեջ կա, մեղքի պատերազմի ժամանակ մարդը այն օրն անգնում, որ ամեն ինչի համաձայնվում է։ Եղբայրը որ խոսում է, ուրիշ տարբերակ չկա, ինքը հենց ավետարանի տարբերակին համաձայնվում է։ Եվ մի քիչ էլ է երկարում այդ պատերազմը, որ սրտանց անվերապահ հնազանդվես, որ հետո քո կյանքի մնացած օրերին, եթե մարդ ես մի քիչ էլի շեղվես ճանապարհից, մի քիչ քո արդարությունը առաջ տանես, մի քիչ ուզենաս երևաս եւ նորից ուզենաս շինես, մեկ էլ այդ մեղքը նորից մի քիչ գլուխ բարձրացնի, դու հիշես քո տառապանքները, մի անգամից հրաժարվես, որտեղ դու մի անգամ նենց ես տառապել
եւ Աստված քեզ ազատել է ու չես ուզի դա հայտնես։ Դրա համար նորմալ է այդ պատերազմը անցեք, մի վախեցեք, Հիսուսը ձեր փոխարեն հաղթել է, Հիսուսը գիտի, որ կան պարտություններ, դրանք նորմալ է եւ հաղթություն կա։ Երկեցինք այս երգը 40 սաղմոսից, բայց ես ուզում եմ կարդալ նորից, որտեղ այն համարը, որ ես ուզում եմ հիշացնեմ, երգի մեջ չկա։ Սպասելով սպասեցի Տիրոջը 40 սաղմոս առաջի համարից, որ ծռեցավ ինձի ու լսեց իմ աղաղակս, պատերազմի մեջ եղող մարդը։ Եվ զիս կորստյան փոսեն տղմալից կավեն հանեց։ Պատկերացնում եք ինքը արդեն թվում է, թե կորսվում է, բայց մեկը ուրիշ ոչ մի միջոցի չի դիմում, այլ ինքը սպասում է Տիրոջը։ Եվ այդ ամեն ինչ ավարտելուց հետո ասում է, որ ծռա ու ոտքերս վեմի վրա ամրացուց, քարվածքս հաստատեց ու բերանս դրավ նոր երգը, մեր Աստծո գոհությունը։ Ինչև այս պատերազմից դուրս գալը եւ եթե մարդ էլ կա չի հայտնվում այս պատերազմում, մարդկանց բոլոր երգերը հայտնի են եւ հին են։ Բոլորը իրանց անձի մասին է, մարդը իր անձն է երգում։ Այ մենակ այս պատերազմի մեջ ջախջախված մարդը, որ արդեն կորստյան փոսին է հասել, տղմալից կավա չի կարող ինքը իրան ազատի։ Եվ երբ որ վերջանում է այս պատերազմը եւ Աստված իրան հանում է, սրա միակ ապացույցը, որ իր երգը փոխվում է, մեր Աստծո գոհությունը։ Թե չէ մարդը միշտ կարող Աստծո անունով երգի, բայց իրան երգի։ Այդ բոլոր երգերը հին են, այդ բոլոր երգերը աշխարհի երգեր չեն, հոգևոր երգեր են, բայց մեկը մեր մասին է։ Եթե մարդ ուրիշ բան չի էլ կարող անի։ Չարությունով չերևաց, բարությունով է երևում։ Նայում է որտեղ պակասներ կա, այստեղ բոլոր ռեկորդները խփած է, այնտեղ խփած է, որտեղ խփած չի, ասենք ճաշարանում խփած չի, եթե այնտեղ կխփի, այնտեղ կերգի իր երգը, որտեղ տեղ կգտնի մարդը։ Եվ գիտեք, մարդը այդպիսին է, ինքը մասնագիտություն էլ որ ընտրում է, հետո որ տենում է չէ իզուր այս մասնագիտությունը ընտրեց, որտեղ ստեղ ինքը հայտնի չի կարող դառնալ, ստեղ շատ հայտնիներ կան, փոխում է մի հատ այնպես բան է ընտրում, որը տեղ հայտնի դառնա, որը տեղ իր երգը երգեն, իր ականջները լսի իր մասին, բայց եղբայրը շատ լավ բացատրեց, որ մենք կարիք ունենք այս մարդկային արդարությունից հրաժարվելու, ես երկու տեղ եմ ուզում կարդալ Սուրբ Գրքից, մեզ շատ ծանոթ տեղեր, առաջին տեղը Լեռան քարոզից Մատթեոս ավետարան 7-րդ գլուխ 24 համարից այսպես է գրած. Արկով որ իմ այս խոսքերը կլսե ու կկատարե, զանիկա պիտի նմանցնեմ խելացի մարդումը, որ իր տունը վեմի վրա շինեց, անձրև իջավ ու գետերը վազեցին եւ ովերը փչեցին, զարկին այդ տանը, բայց չփլավ, վասնզի վեմի վրա հաստատված էր։ Այն որ այս իմ խոսքերը կլսե ու չի կատարեր, տեսեք մենք ինչքան խոսքեր ենք լսում պաշտամունքների ժամանակ, լսում ենք, բայց մեր սրտով չի։ Կնմանի անխելք մարդումը, որ իր տունը ավազի վրա շինեց, անձրև իջավ, գետերը վազեցին ու հովերը փչեցին, ու զարկին այն տանը ու փլավ ու մեծ էր նոր գործանքը։ Մի ժամանակ մտածում էի, ասում էի Աստված ջան, դու տեսնում ես երկնքից, որս ինչ ենք անում։ Հալա դու չես տեսնում, որ ավազի վրա է շինում։ Դու գիտես, որ հետո իր գործանումը մեծ առնելու, ուժելի այդ ընթացքում դու իրան չհանդիպեցիր, չհամոզեցիր, չմոտեցար, չբացատրեցիր, որ վեմի վրա է պետք շինել, Հիսուսին պետք է գտնի այդ մարդը, ավետարանի խոսքի վրա պետք է կառուցի իր կյանքը, ուժելի քո մոտ չստացվավ էլի։ Այդքան երկար մտածում էի, հետո իմ կյանքում եկավ ժամանակ, այս խոսքերը Աստված ինձ առաջ դրեց, հենց իմ կյանքում իմ համար, որ երբ որ եղավ այնպես, որ Աստված ինձ ողորմություն արեց եւ սրտանց ես դառա Աստծուն, իհարկե հավատացյալ էի, բայց այն դուրս դարձը, որ տեղի չէր ունեցել, երբ որ սրտանց որոշեցի դառնամ Աստծուն, իմ աչքից ամեն ինչ կորավ, ես ասի, ես Հիսուսից բացի ոչինչ չեմ ուզում։ Ես դե անպայման իրան գտնեմ, ինչ ուզում այն մետ լինի։ Եվ հիշեցի անառակ որդու պատմությունը, եղբայրն էլ հիշեց,
Գիտեք, սիրելի երիտասարդներ, դուք կարող եք գնալով հեռվանալ Աստծուց, մտածելով դե հետո հետ կգաք։ Բայց այդ ճանապարհը այսպիսին է, ինչքան գնացիր, այդքան պետք է հետ գաս։ Եթե դու շարունակում ես գնալ, քեզ չթվա թե մի օր հրաշքով կհայտնվես եկեղեցում եւ տենց Աստծուն կուզես։ Այս անառակ որդին իր հետ ինչ ճամփով գնացել էր հետ էր գալի։ Այն գնալուց որ արամարել էր հորը, հիմա զղջալով հետ էր գալի։ Երանի մեր կյանքում ստացվի, որ շատ հեռու չգնանք, հիմիկվանից զղջալով հետ գանք։ Այդ ավազի վրայի տունը ժողովուրդ ջան, տեսեք Երեմիայի մարգարեության մեջ 31-րդ գլուխ 28 համարում այսպիսի խոսքեր կա։ Այն մարդը, որ որոշել է դառնա Աստծուն, վերջապես որոշել է դառնա Աստծուն, այսպես է գրած։ Ինչպես խլելու, փլցնելու, ավերելու, երկորսնցնելու ու չարիք հասցնելու համար անոնց վրա հսկեցի, նույնպես ալ շինելու ու տնկելու համար անոնց վրա պիտի հսկեմ կսետները։ Հիմա որ ես տենց լուրջ որոշեցի դառնամ, այս համարները Աստված բացեց իմ առաջ, ասեց, գիտես ինչքան փլցնելու բան կա, գիտես ինչքան է շինել։ Ու մենակ փլցնելու չէ, ավերելու բաներ կան վերել, գիտես ոնց է շինել, գիտես անունդ ամեն տեղ երգում է, ու դու դրանից ապրում ես։ Գիտես պետք է չարիք հասցնել քո վրա, տևնեց է շինե, եսի հեշտ չի քանդել։ Եզեկիելի մեջ մի հատ այդտեղ կա ասում է ժանգոտ կացանդ իր կրակի վրա, որ այդ կրակը այդ ժանգը մաքրի, ասում է բայց աշխատեցի չմաքրվա, նենց է ժանգոտ է, նենց է շինե, կարող է հետո ուզենաս, այդ չաշխատի, բայց այսօր քանի հույս կա, սիրելի երիտասարդներ։ Ասում է այդ ավազի վրա որ շինել ես, այնքան որ խոսքը կպնի սրտի, անկեղծ մարդն է, սիրտդ բանաս եւ տենաս որ ավազի վրա է շինել, լավում ես զարմացնում, կլվելու է ու ապիտվելու է, ամեն մարդ իր համար իսա մտածի։ Մենք խաղացում ենք հետոյի վրա, բայց չգիտեմ հետո ժամանակ կմնա շինվելու եւ տնկվելու։ Եթե այսօր դառնաս, եթե այսօր որոշես, եթե այսօր սիրտդ բացես, Աստծո խոսքը հասնի քո սրտի խոր անկյունները, որտեղից դու ինչ-որ բան ծածկել եւ ապրում ես։ Եթե սրտանց որոշես դառնալ, քեզ չթվա թե վաղը հոգեոր մարդ ես դառնալու։ Նեղա դուրը նեղված ճանապարհ է, ճանապարհը պյանցնես, նախ երիտասարդի համար շատ լավական մեղքի հարց, այդ մեղքը կողջնա, քեզի լրիվ կջնջի, քո բոլոր երազանքները կջնջի, սա շատ լավ է։ Երանի այդ խոսքը կատարվի, սիրտդ բացես, պատվիրանը վրատ հասնի, մեղքը ողջնա, դու այդ մեղքի պատերազմը ապրես։ Սիրելի Աստծո ժողովուրդ, տեսեք, Աստված միշտ էլ անհանգստացած է։ Եթե ես ու դու դառնանք, ինչքան էլ շինած ենք, եւ մենք մարդ ենք, բոլորը շինել ենք, երևի հիմա էլ ենք շինում, վաղվան մի թող։ Այսօր էլ որ հանձնվես հլահագին փլցնելու բան կա, հլահագին օրեր ա դա տևելու, վաղվան մի թող, բայց գոնե հասցնես, որ շինի, նաեւ տնկի։ Եվ երբ որ Աստված է չէ փրկցնում ժողովուրդ ջան, մարդկանց է իհարկե օգտագործում, վիճակներ են ելնում, փորձանքներ են ելնում, չգիտեմ էլ ինչ է ալնում, բայց քո մխիթարությունը որն է, ինքը հսկում է այս գործին, քեզի վնաս չի լինի, որ շինածը կփլվի, ժամանակ կլինի փորես, վեմը գտնես եւ վեմի վրա հաստատվես, ինքը հսկում է այդ ամեն բանի, եղբայրը բացատրում էր, ոչ մի մարդ մեղավոր չի, էդի ես ու դու ենք շինել մեր փառքը, ես ու դու եք հրաժարվենք։ Այն որ քեզի ծափ էին տալի, հենց այդ մարդկանց Աստված կօգտագործի, քեզի կանարգեն, կարամարեն, քո շինածը կփլվի, եթե դու անկեղծ մարդ ես Աստծուն ես ուզում, դու կուրախանաս, Հոբը ոնց էր ասում, անողորմ ցավի մեջ, միակ մխիթարությունը սա է, որ Սուրբի խոսքերը չուրացա։ Ուրեմն Աստված թող օրհնի մեզի, որ հիմա պետք է պատրաստվենք աղոթքի։ Երանի է երիտասարդին, որ կկարողանա իր սիրտը ամբողջությամբ բացել։ Գիտեք, երիտասարդը այսպես է վախենում, ախր ես ահագին շինել եմ, ահագին երազանքներ, նպատակներ ունեմ ու ինձ թվում է, որ խնդրեմ Աստված կհաջողի, ծրագրերը մնան, Աստված ջան, սրանից հետո ոնց ասես այտենց կանեմ, ավետարանի խոսքին կհնազանդվեմ, մենակ էս իմ շինածը մնա։ Սիրելի Աստծո ժողովուրդ, մարդը հենց դե է խռովում Աստծուց,
որ Աստված ասում է չէ, պետք է քանդվի։ Հիմա ես ու դուք որոշենք, եթե հակառակվեցինք Աստծո խոսքին, մենք շարունակենք շինել, պատճառներ կբռնենք եղբայրների վրա, եկեղեցու վրա, քարոզների վրա, խռովենք Աստծուց, բայց շարունակենք շինել, չմոռանանք այդ խոսքը, ասում է մեծ էր նրա կործանումը, եթե Աստված էլ չի կարող օգնի, Աստված այսօր է ուզում ինձ ու քեզ օգնի, եթե հլը շինում ենք, հրցնի, եթե հանձնվել ենք, թողենք թող քանդվի, եթե քանդվում է, եթե պատերազմների մեջ ես մի վախեցի, ավարտվելու է այդ հրցնելու գործը, մի հատ էլ համար կարդամ Եսայի մարգարեությունից, այս նույն մտքի մասին ժողովուրդ ջան, Եսայի մարգարեություն 49-րդ գլուխ 17 համարը, քեզ շինողները պիտի գան, և քեզ փրցնողները և ավերողները պիտի մեկնեն։ Այսինքն այս ընթացքին վերջ կա։ Ես ու դու ենք ծրգեցում, ես ու դու ենք այդ քանդելուն խանգարում, եթե հանձնվենք, որոշված ժամանակի մեջ, այդ փրցնողները, այդ ավիրողները իրանց գործը կանեն, հետո որ դու իրանց խնդրես էլի մնան, իրանք չեն մնան, իրանք տոմս ունեն, հետը պետան, քեզի շինողները կգան, քեզի փրցնողները և ավիրողները կմեկնեն, բայց եթե երկարում այդ փրցնողների, ավիրողների գործը, դու էլ անընդհատ պրջում ես, բա երբ պտիլի, ոնց մի խանգարի, թազա ծրագրեր առաջ մի բեր, թազա կոնը առաջ մի տար, մի շինի, են կողմից քանդում են, դու են կողմից շինում ես, հանձնվի թող Աստված այս գործը անի, նա հավատարիմ է, և կգա ժամանակ, իրա խոսքը, որ այս գործը սկսես քո մեջ, ինչպես եղբայրը նշեց, կգա ժամանակ, իրա խոսքը կուղարկի և քեզ կբժշկի։ Ուրեմն ժողովուրդ ջան, եթե դուք Աստծուն եք ուզում, և ես գիտեմ, որ Աստծուն եք ուզում, որ եկել եք ստեղ, հանձնվեք Աստծո խոսքին, մեծ շարժ կլինի, մեծ բժշկություններ կլինի, զրույցներ, խոստովանություններ կլինի, բժշկությունը չի ուշանա, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն։